Գրիգոր Նարեկացի, մոտինը 147 1003 հայ հանջարեղ բանաստեղծ երաժիշտ։ Կրթությունը ստացել է Նարեկավանքի դպրոցում։ Ուրացրել է ոչ միայն հայ մատենագրության արժեքները, Սուրբ Գիրքն ու թարգմանված մեծահարուստ գրականությունը, այլև քաչ տիրապետելով հունարենին, հաղորդակցվել է բյուզանդական մշակույթի հետ։ Ստեղծագործություններից առանձնանում են տաղերն ու մատեան ողբերգության, Նարեկ, պոեմը, որը հայ եւ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է։ Արտացոլում է ապաշխարող մարդու հոգևոր, իմացական եւ զգայական աշխարհը։ Բազում զգուշությամբ ու արթնությամբ պետք է ամեն օք հսկի իրեն, որպեսզի իր բանական հոգին, որն Աստծո պատկերն է, սեփական առաքինություններով զարդարի, որով կփայլի նախկին լուսատիպ կերպարանքով, որով անվայրափակեության տաճար ու բնակարան կլինի ըստ Տիրոջ խոսքի։ Ես ու հայրը կգանք եւ նրա մոտ կոթևանենք։ Զուր չէր Քրիստոս ասում աշակերտներին. եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Չասաց թե ձեր աշակերտ լինելու նշանն այն է, երբ հիվանդներին եք բժշկում, կամ դևեր հանում, կամ մեռելներին հարություն տալիս, կամ բեռներ տեղաշարժում, այլ եթե միմյանց սիրեք։ Քանզի գիտեր, թե երբ ճշմարիտ սիրով սիրում են Աստծուն եւ ընկերոջը, դրա հետ նաեւ պատվիրաններն են կատարվում։ Եվ այս է, որ ասում է որոտման որդին, որ ով ատում է իր եղբորը, մարդասպան է։ Քանզի թեպետ մարմնով չսպանեց, սակայն քամքով ու հոժարությամբ սպանեց։ Եվ սա քեզ սպանություն է, քանի որ մարդ հոգի է եւ մարմին, եւ ինչպես մարմինը գործով է սպանվում, այդպես էլ հոգին, կամքով ու հոժարությամբ։ Կատարյալ փրկություն առանց առաքինի գործերի ինքնին չի լինում, քանզի մեռած է հավատն առանց գործերի, ասում է առաքյալը, ինչպես գործերը առանց հավատի։ Քանզի գրված է, թե դևերը եւս հավատում են, եւ ոչ միայն հավատում են, այլ նաեւ սարսափում, բայց ոչինչ չեն շահում առանց գործերի։ Ինչու որս դարձար մահվան ծուղակին, թողած արահետն ամենավստահ։ Ինչպես բռնվեցիր պատրանքի կարթով, հաղորդը մարմնին կենդանարարի։ Միակային դու դարձյալ հուսալով դրան, պաղատիր իրեն։